Երբ աղավնին վերադարձավ տապան ու Նոյն իմացավ, որ ջրերը ետ են քաշվել, ընտանիքի ու բոլոր կենդանիների հետ դուրս եկավ տապանից ու իջավ դաշտավայր։ Առաջին գործը, որ նա կատարեց գողություն մատուցելուց հետո, խաղողի որդը տնկելն էր։ Քրիստոսի առաջին հրաշքը։ Հիսուս Մարիամի հետ գնացել էր Կաննա, հարսանիքի։ Երբ գինին վերջացավ, Մարիամը մոտեցավ Քրիստոսին ու հայտնեց այդ մասին։ Քրիստոս ասաց, որ դեռ իր ժամանակը չի եկել, իսկ Մարիամը պատվիրեց, որ ծառաներն անեն այն, ինչ իրենց կասի Հիսուս։ Նա պատվիրեց բերել գինու տակառներն ու ամբողջությամբ լցնել գինով։ Երբ կատարեցին, նա ասաց, որ լցնեն ու մատուցեն հյուրերին։ Նրանք խմեցին ու նախատեցին տանտիրոջը, որ լավ գինին պահել ու հետո էր մատուցում։ Ջրից հրաշքով գինի դարձած անմահական այս հեղուկը քրիստոնյաների համար պիտի խորհրդանշեր Աստծո արյունը, որ թափվեց իրենց փրկության համար։ Սուրբ եւ անմահ պատարագի ավարտին քահանան հավատավոր ժողովրդին հաղորդություն է տալիս, որ է հաց ու գինի։ Հացը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը, գինին արյունը։ Բարև ձեզ։ Եթերում հայկական հետքն է։ Գինի եւ գինեգործություն։ Այս մասին ենք այսօր խոսելու եւ պատմելու։ Դեռ հին աշխարհում գինին համարվում էր աստվածային ըմպելիք։ Մարդիկ հավատում էին, որ գինու մեջ ոգի է ապրում, որն իրենց ուրախություն է պարգևում։ Իսկ հին Եգիպտոսում, որտեղ գինին շատ թանկ էր, այն խմում էին միայն տոնակատարությունների ժամանակ։ Գինին Եվրոպա հասավ Ասորեստանից, սկզբում գալով Հունաստան, ապա Իտալիա։ Այստեղից էլ տարածում գտավ ֆրանսիացիների նախնի գալերի եւ անգլիացիների նախնի բրիտների մոտ։ Հույները գինին գործածում էին որպես հակաբորբոքային միջոց, դրանով լվանում էին վերքերը։ Մեր օրերում էլ գինին սկսում է իր հրաշագործ հատկություններով կրկին փայլատակել։ Օրինակ Բուենոս Այրեսի գեղեցկության սրահներում հիմա բավական լայն ճանաչում ունի գինին, թե մաքուր վիճակում, թե կոսմետիկ միջոցների մեջ։ Համարվում է, որ գինին ունի երիտասարդացնող հատկություններ։ Հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են կճուճներ, որոնց մեջ գինի է պահվել։ Եգիպտացիք վստահ էին, որ մահացողին հանդերձյալ կյանքում անպայման անհրաժեշտ է լինելու հոգի տվող այս հեղուկը։ Քանի որ Եգիպտոսի կլիման գինու համար բավական անբարենպաստ է, նրանք գինին հիմնականում ներկրում էին։ Ինչպես շումերները, եգիպտացիք էլ գինին ներկրում էին հայկական բարձրավանդակից։ Հայկական լեռնաշխարհը դեռ հնագույն ժամանակներից հայտնի է եղել խաղաղագործության զարգացման առումով։ Բնականաբար խաղաղագործության զարգացումը ենթադրում է նաև գինեգործության զարգացումը, այսինքն գինեգործությունը դեռ վաղ ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Գոյություն ունեն բավականին ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ խաղողագործության, հետևաբար նաև գինեգործության մշակույթը ծագել եւ զարգացում է ապրել հենց հայկական լեռնաշխարհում, իսկ ավելի ստույգ Արարատյան դաշտավայրում։ Հնագիտական պեղումներն ու պատմագիտական աղբյուրները վկայում են, որ խաղողի մշակաբույսն ու գինին վաղնջական ժամանակներից հայ ժողովրդի տնտեսության, կենցաղավարության ու խոհանոցի անբաժանելի մասն էին կազմում։ Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվող գրեթե բոլոր հնագույն բնակավայրերից հայտնաբերված հարուստ գտածոների մեջ առանձնակի տեղ ունեն գինեգործությանը առնչվող պարագաները կամ դրանց բեկորները, այդ թվում հնձաններ, կարասներ, խեցի, խաղողի քարացած կորիզներ եւ այլն։ Հայ ժողովուրդը ապրանքներ արտահանելիս նաև արտահանել է գինի, որը միջազգային շուկայում ունեցել է բավական մեծ արժեք։ Հերոդոտոսը նշում է, որ հայերը արտասովոր ճանապարհով էին կազմակերպել առևտուրը Միջագետքի հետ։ Վարպետորեն պատրաստած լաստերով նրանք ապրանքը Եփրատ գետի հոսանքով տեղափոխում էին Բաբելոնի կողմերը, վաճառում այն, ապա ցամաքային ճանապարհով վերադառնում էին իրենց երկիրը։ Արտահանվող ապրանքների զգալի մասը գինին էր կազմում, որը մեծ պահանջարկ ուներ Առաջավոր Ասիայում։ Իթևս այլ անուղղակի փաստարկների բնագիտական գիտությունները եւս հաստատում են, որ Արարատյան դաշտի հողն ու կլիմայական պայմանները թերևս լավագույնն են խաղողի մշակաբույսի համար։ Այնպես որ գինու հայտնագործության մասին պատմող Նոյան առասպելը ամենևին էլ զուրկ չէ ճշմարտությունից։
Կովկասյան ժողովուրդների մոտ կա մի սովորություն, համաձայն որի երեխաներին գինի են հրամցնում։ Այդ է հատուկ տարաների մեջ տասնամյակներ շարունակ գինի են պահում։ Երեխաներին տալուց առաջ գինու մեջ շիկացած պղնձի կտոր, դանակ կամ մեկ այլ իրեն գցում։ Գինին տաքանում է եւ նրա միջից ալկոհոլը վերանում է։ Այս ձևով գինին իր համայն հատկությունները պահպանում է 3 օր։ Սա կարող է դրական ազդեցություն ունենալ նյութափոխանակության, աղեստամոքսային հիվանդությունների, կոլիտի եւ անեմիայի դեպքում։ Գինեգործության մասին կա մի ամբողջ ուսմունք, դա էնոլոգիան է, որ իր մեջ ներառում է գինու քիմիան, էնոքիմիան եւ գինեգործությունը։ Շատ գործներ գինին համեմատում են մարդկային կյանքին այսպես բնորոշ բնական օրգանիզմի հետ։ Նա ունի ինչպես մարդկային կյանքը ծնունդ, ձևավորում, հասունացում, հնացում եւ մահ։ Ինչպես ցանկացած դեղամիջոցի, այնպես էլ գինու դեպքում, եթե այն պետք է գործածվի իբրև բուժիչ միջոց, ապա հարկավոր է հստակ պահպանել օգտագործման կանոնները։ Շատ վաղուց նաև հայտնի է գինու բուժիչ հատկությունները եւ մենք գիտենք էնոթերապիա անվան տակ է դա կոչվել։ Այժմ վերջի տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում գինով բուժման այդ մեթոդին եւ փորձերը կատարվել են եւ կատարվում են Ֆրանսիայի Բորդո քաղաքում կա գինու գիտահետազոտական կենտրոն, որտեղ ապացուցել են, որ գինին ունի բարդ քիմիական կազմություն, մոտ 350 քիմիական միացություններ կան, որ նրա մեջ մտած միացություններից կախված են նաեւ գինու բուժիչ հատկությունները։ Գինին ունի շատ օգտակար հատկություններ։ Ես կասեի նույնիսկ որոշ հիվանդություններ կան, որ նույնիսկ բժիշկները խորհուրդ են տալիս, օրեկան, ասենք, մի բաժակ գինի, նամանավանդ կարմիր գինի օգտագործել, ընդհանրապես ցանկացած գինի։ Հանքային նյութեր է պարունակում, ներկանյութեր է պարունակում, դավաղանյութեր, վիտամիններ մեծ քանակությամբ։ Որ դեռ հնում գիտեին գինու հակաբորբոքային հատկանիշների մասին, բարձրացնում է գինու վարկանիշը։ Արդեն խոսել ենք, որ քրիստոնեական ծեսերի մեջ գինին կարևոր նշանակություն ունի։ Բացի Սուրբ Պատարագին որպես հաղորդության մաս ժողովրդին բաշխվելուց, գինին օգտագործվում է նաև եկեղեցաշինության մեջ։ Եկեղեցի կառուցելիս հիմքի 16 անկյուններում քարեր են տեղադրում, որոնք նախորոք լվացվում են ջրով, ապա գինով։ Մյուրոնով ոցվելուց հետո դրանք կտորի մեջ փաթաթվում ու տեղադրվում են հատուկ փոսերում։ Եկեղեցի օրնելիս, խաչ օրնելիս եւ այն խաչերը հատկապես որոնք դրվելու են եկեղեցու գմբեթին զարդարելու համար, նախ սամոսերգության ներքո ընթացը սամոսերգության լվացվում են ջրով, սրբվում եւ ապա գինիով եւ դարձյալ սրբվում եւ հետո նոր միայն կատարում է օծման եւ օրնության արարողությունը, որը օծվում է Սուրբ Միրոնով արդեն։ Այո, գինին ունի նաեւ այդ սրբագործող, մաքրագործող
խորհրդանիշը եւ խորհրդավոր ուժը։ Կենսաբանորեն հնարավոր է բացատրություն տալ, թե ինչու դեռ հին ժամանակներից գինին այդքան հայտնի է իր մաքրագործ հատկություններով։ Գինին օգտագործում են որպես հակավիրուսային, հակաճառագայթային, հակաուռուցքային նպատակներով, ինչպես նաև խոլեստերինի համար, այսինքն աթերոսկլերոզի բուժման նպատակով։ Հիմնական նյութերը, որ գինին պարունակում է իր մեջ, դրանք ուրեմն ածխաջրերն են, ֆենոլային, հանքային, ազոտային, բուրավետ միացությունները, վիտամինները, ֆերմենտները, ինչպես գիտենք, ֆենոլային նյութերը դրանք ներկա նյութերն են եւ դաբաղային նյութերը, որոնք ունեն P վիտամինային հատկություններով են օժտված, նրանք բարձրացնում են ուրեմն արյան անոթների դիմացկունությունը, ճնշիչ ներգործություն են գործում ուրեմն խոլեստերինի, հիստամինի վրա եւ հանդիսանում են կլանիչ ազատ ռադիկալների համար եւ հատկապես թթվածին պարունակող ազատ ռադիկալների, որոնք ինչպես գիտեք, հանդիսանում են օրգանիզմը ծերացնող ազդակ են նրանք հանդիսանում։ Ինքը սպիրտը, էթիլ սպիրտը, ալկոգոլը, ինքը հակառադիակցիոն հատկություն ունի, որ Չեռնոբիլի դեպքը եղավ, այդ ժամանակ հրամանդ եկավ մեծ քանակությամբ կարմիր գինի ուղարկել Ուկրաինա։ Մենք սկսեցինք արտահանել մեծ քանակությամբ կարմիր գինի, հենց դա էր պատճառը, որ նա ունի այդպիսի հատկություն։ Սուրբ Աստվածածնի տոնին մեր եկեղեցում կատարվում է խաղողի օրնման կարգ։ Համարվում է, որ դրանից հետո խաղողի ամբողջ բերքն օրնված է։ Այս արևահամ հատիկները շուտով դառնալու են արևաբույր գինու կաթիլներ։ Դրանք իրենց մեջ մարմնավորելու են աստվածային համն ու խորհրդապաշտական նշանակությունը։ Մեր հայ իրականության համար հատկանշական է խաղողի հետ կապված հատկապես խաղող օրհնեքը, որը վերափոխման տոնի հետ միախառնվելով մի ամբողջություն է դարձել մեր ազգի, մեր մշակույթի ներսում, մեր եկեղեցու ներսում, ծոցում։ Սուրբ սեղանի վրա դրվում է խաղողը, օրհնվում, այն խաղողը, որից գոյանում է գինին եւ որը մատուցվում է նույն Սուրբ սեղանի վրա որպես Քրիստոսի արյան եւ գոյափոխվում, փոխակերպվում է Քրիստոսի արյան։ Երբ գինին Իտալիայից հասավ գալերի մոտ, նրանք հասկացան, որ սա անմահական հեղուկ է։ Գինին նրանց այնքան դուր եկավ, որ նրանք գինի պահելու նոր միջոց հնարեցին, կառնե փայտե տակառները։ Մինչ այդ գինին պահում էին կարասների մեջ։ Կան հիշատակություններ, որ գալերի կառնե տակառները եղել են մեծ տների չափ։
բոլորս էլ ժամանակին տեսել ենք տնային պայմաններում ինչպես է պատրաստվել գինին։ Օրինակ ես տեսել եմ, ոտքերով տրորում էինք եւ առաջացած քաղցում լցնում որոշակի պահամանների մեջ, հիմնականում կարասներ կամ ապակյա ինչ-որ տարողությունների մեջ։ Ժամանակակից տեխնոլոգիաները իհարկե շատ փոփոխվել են։ Առաջ են եկել որոշակի սարքավորումներ, որոնք շատ հեշտացրել են ավելի գինու պատրաստումը եւ ավելի լիարժեք գինի էր ստացվում է այն գինին, որը սկզբից հենց ի սկզբանե տրվում է ստանալ։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա հայկական բոլոր այն ընտանիքները, որոնք զբաղվում են իրենց հողատարածքում խաղող մշակելով, անպայման պատրաստում են նաև գինի, կլոր տարի այն սեփական սեղանին ունենալու համար։ Այդպիսով գինեգործության ավանդական տնային մեթոդները հնուց ի վեր պահպանվել են մինչ օրս։ Եվ որքան էլ բանիմաց մասնագետները պնդեն, թե տնային պայմաններում պատրաստած գինին իր համային հատկություններով եւ պահպանման ցածր որակով զիջում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարաններում արտադրած գինուն, միևնույն է, հին ավանդույթին տուրք տվողները համառորեն մնում են իրենց կարծիքին, թե լավագույն գինին տնականն է։ Տնական գինին, մեր պատրաստած գինին մեզ համար բոլորից լավն է։ Մեզ համար բոլորից լավն է, որովհետև մենք ենք պատրաստում, տեսել ենք ինչա մաքուրա ու խմում ենք։ Իբրև կանոն նույն խաղողից եւ նույն մեթոդով պատրաստած գինին տարբեր տնային գինեգործների մոտ տարբեր համային առանձնահատկություններ է ձեռք բերում։ Եվ եթե գիտնականները հակված են նման տարաբնույթ երևույթը բացատրել գինու մեջ առկա քիմիական ու կենսաբանական տարրերի այս կամ այն պատճառով զանազանվող հարաբերակցությամբ, ապա ժողովուրդը այս դեպքում էլ տուրք տալով ավանդույթին պնդում է, որ ամեն մի անհատ գինեգործի հոգեվիճակն ու տրամադրությունը փոխանցվում են իր պատրաստած գինուն։ Ըստ ժողովրդական հավատալիքների, գինին մարդու պես զգայուն է եւ կարող է կլանել նրանից բխող դրական կամ բացասական էներգիան։ Կարող է նաեւ պարզապես փչանալ ու մեռնել, եթե այն պատրաստող մարդը գործին է մոտենում հոգին չարությամբ լցված։ Ըստ երևույթին երկու սկզբունքներն էլ չեն հակասում միմյանց, իսկ ավելի ստույգ փոխլրացնում են, քանի որ թե ժողովրդական հավատալիքներում եւ թե գիտական վերջին ուսումնասիրություններում գինին մեզ է ներկայանում իբրև կյանք կրող անմահական հեղուկ, իբրև կենդանի սուբստանցիա։ Մարդիկ սովորաբար նշում են այնպիսի իրադարձություններ, որոնք չափազանց կարևոր են իրենց համար։ Դե պատկերացրեք, թե հայերիս համար որքան կարևոր է գինին, որ գինուն նվիրված տոն ունենք։ Ամեն տարի հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղում տեղի է ունենում մի մեծ իրադարձություն, որին մասնակցելու համար գալիս են ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ։ Գուցե սա լավ առիթ է ուրախանալու, լիցքաթափվելու համար, սակայն չմոռանանք, որ այստեղ գլխավոր հերոսը գինին է, լավ գինին։ Հիմնականում հատկապես մեծ քանակությամբ գինիներ սպառվել են ռազմական գործողություններից հետո, երբ որ այդ ռազմական գործողությունները ունեցել են բարեհաջող ավարտ։ Այդ ընթացքում ողջ բանակը, ողջ քաղաքը նշել է այդ փայլուն իրադարձությունը եւ բնականաբար գինին եւս այդ ընթացքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Չնայած գինու մասին բազմաթիվ ժողովրդական ավանդազրույցների առկայությանը, մեզ հայտնի չէ հայկական դիցաբանական կամ առասպելական ասքի որևիցե մի նմուշ, որում գինին ունենար նույն դերն ու նշանակությունը, ինչպիսին այն ուներ հույների Դիոնիսոսյան գինարբուքների առասպելում։ Գուցե նմանատիպ մի ասք եղել է նաև հայկական դիցապատումների շարքում, բայց ուղղակի չի պահպանվել մինչ օրս։ Ամեն դեպքում անկասկած է, որ հայերը գինի սիրում էին, շատ էին սիրում եւ օգտագործում էին մեծ քանակությամբ տարբեր առիթների։ Գինու հայկական աստվածը գահավես չեղավ եւ մինչ օրս տիրում է գինեսեր ազգի սրտերին։ Գինու մասին խոսեցինք,
Նրա բարերար ազդեցությունից խոսեցինք։ Փորձեցինք ներկայացնել ինչպես են պատրաստում գինին, ինչպես են նշում գինետոնը։ Իսկ այժմ ժամանակն է վայելելու իսկական գինին։ Խմելուց առաջ չմոռանաք մի լավ բաժակաճառ ասել։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Մինչ նոր հանդիպում, արի եթերում։